Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Սկսեմ հայտարարությունից, հետագայում պատասխանեմ ձեր հարցերին։ Պատիվ ունեմ խմբակցության բոլոր պատգամավորների Facebook-յան էջերում արդեն իսկ զետեղված է թղթային տարբերակը։ Մեր արձագանքը պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին դիմաց քաղաքացուն, ընթերցեմ։ Ի պատասխան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին ուղղված նամակներին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներս, վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Նամակը ստորագրված է պատիվ ունեմ խմբակցության բոլոր պատգամավորների կողմից։ Այս նամակի թղթային տարբերակը կուղարկվի մեզ դիմաց քաղաքացուն։ Հիմա պատրաստ եմ պատասխանել անի։ Հերթով, հարգելի գործընկեր։ Տեխնացու պարոն Մամիջանյան չեք առաջադրել։ Այս ծայրից։ Հարցը վերաբերվում էր մենք սկսում ենք գործընթաց թե չէ։ Հայտարարության մեջ հստակ նշված է, որ մենք պատրաստ ենք ստորագրել եւ քննարկել եւ ստորագրել իմպիչմենտի գործընթացը։ Այսինքն միակ խնդիրը, որ այս պահին մենք այդ փաստաթուղթը մուտք չենք անում, ինչպես նշված է հայտարարության մեջ, որ նամակի մեջ, ավելի կոնկրետ, ավելորդ քաղաքական նկրտումներով գործընթացը չբարդացնելու համար այս պահին պատիվ ունեմ խմբակցությունը թեկնածություն չունի։ Սա միակ խնդիրն է, որը մեզ այսպես ասած այս պահին ստորագրել մուտք անելուց կանգնացնում է։ Հայաստան խմբակցությունը Հերթով, հարգելի գործընկեր։ Իսկ առաջիկայում դուք պատրաստվում եք արդյոք թեկնածու առաջադրել, թե սպասելու եք Հայաստան։ Ես ասացի, որ այս պահին մենք թեկնածու չունենք, պատրաստ ենք քննարկել թեկնածուի հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, բոլոր։ Եկեք ես չմեկնաբան Հայաստան խմբակցությունը առաջին հերթին մտնում է բոլորի մեջ։ Մեր համար ներողություն եմ խնդրում, ժողովուրդ։ Մեկ, եկեք, եթե թույլ տաք, ես Հայաստան Դաշինքի հայտարարությունները չմեկնաբանեմ, դա իրենց ֆրակցիայի դիրքորոշումն է, որին մենք վերաբերվում ենք հարգանքով։ Այնուամենայնիվ, ես արդեն իսկ նշեցի, որ քանի որ հանրապետականը բազմիցս հայտարարել է, որ այս գործընթացը մեր համար իշխանափոխության ամենահավանական տարբերակն է, իսկ մենք հայտարարել ենք, որ մեր առաջնահերթությունն է իշխանափոխությունը, այլ ոչ թե իշխանության հասնելը, իշխանափոխությունը։ Դրա համար ավելի պարզ, ավելի հեշտ այս գործընթացը իրականացնելու համար մենք պատրաստ ենք նմանօրինակ քննարկումների ցանկացած շահագրգիռ կողմի հետ։